երազել եմ դատախազ աշխատել եւ հետո դարձա դատախազ, մի քանի ամիս հետո հրաժարական տվեցի, պատճառը այն էր, որ ճիշտ ասած մի անգամ նախ շատ էր ծանրաբեռնություն ահավոր, ես դրանից չէի վախենում ընդհանրապես, բայց մի անգամ մեր այդ գոլեգաներից մեկը, վերադասներից մեկը եկավ, լավ հիշում եմ, գիշեր էր, ուշ դե մնում էինք, այն ժամանակ է կանոն կար, որ եթե ղեկավարը քանի դեռ շենքում է, դու շենքից դուրս գալու իրավունք չունես։ Ինչ ուզում ես արա, շենքում մնաս։ Լավ, ասենք նորմալ է, հասկացանք, կարգ է, պահպանում ենք։ Եկավ, ասեց, ինչ որ էլի մի անիմաստ հանձնարարական տվեց, դրանից էի շատ զայրանում։ Ասացի, ես ճիշտ ասած ուզում եմ հասկանամ իմ պարտականությունները շրջանակը էլի, որովհետև պետք է հասկանամ ինչ է եւ վերջո անընդհատ այս հանձնարարականների իմաստն չեմ տեսնում, որովհետև իսկապես մի բան այդպես էր։ Վերջնա այդ դուրս գալու որոշում կայացնելու պատճառը եղավ այն, որ ինձ ասեց, ես ասացի ուզում եմ ինձ այդ ժամանակ գլխավոր դատախազը ճանաչում էր անձամբ, եւ որովհետև ես իրավաբանական ֆակուլտետում նաեւ արդեն դասավանդում էի իրավաբանական միջավայրում արդեն ինձ ճանաչում էին եւ գլխավոր դատախազն ճանաչում էր։ Ասացի ես գլխավոր դատախազի մոտ եմ ուզում այս հարցով մտնեմ քննարկեմ իմ աշխատանքային պարտականությունների հարցը հասկանամ։ Ասես դու ով ես որ գլխավոր դատախազի մոտ մտնես։ Ես կմտնեմ ինչ պետքա կասեմ։ Ոնց թե ասեցի ես ով եմ որ մտնեմ։ Հա, ասես դու ինչ իրավունք ունես մտնես գլխավոր դատախազի մոտ։ Ասեցի բայց ես այդ դեպքում ինչ գործ ունեմ ես հիմնարկում։ Այսինքն ստեղ այդ պահին ինչն էր որ աշխատողին ես գլխավոր դատախազության վարչության դատախազ էի եւ ստացվում է դու քեզ ասում են դու որևէ դերակատարություն չունես այդտեղ։ Հետո ես արդեն երբ մարդու իրավունքների պաշտպանն էի, ինքս էի ղեկավար, երբ փոխնախարար էի, այդ ամեն ինչը նկատի ունենալով շատ զգուշ էի իմ աշխատակիցների նկատմամբ։